Օրեքշաբթի 5 նոյեմբեր 2025-ին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու սրահի մեջ բազմահարյուր հայրենիներ համախմբվեցան իրենց հովավեդին նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին վեհապար հայրաբեդին շուրջ իբադիվ հայրաբեդին դրված ճաշկերույթի առիթով։ Ամերիկայի ու Հայաստանի քայլերներն յետ խոսքեր արտասանեցին առաջնորդ Սրբազան հայրը եկեղեցու հոգևոր հովիվն ու հոգապարծության ադենաբեդը։ Սրբազան հայրը կերաշնորհ դեր Գեղամարգեպիսկոպոս Խաչերյան բարի կալուստ մաղթելով վեհապար հայրաբեդին Ֆրեզնո շրջանի Կաուտին անունով իր երախտագիտությունը հայտնեց անոր, որ անգամ եւս անսալով իր ժողովրդի պապակին ժամանեց Ֆրեզնո եւ իր հայրաբեդական օրհնությունը տվավ մեր եկեղեցու ու ասկի զավակներուն։ Աբա Գեղամարգեպիսկոպոս հրավիրեց նորին սրբությունը, որբեսի ուղղե իր հայրաբեդական օրհնության խոսքը։ Եկեղեցի ու համայնք տարբեր իրականություններ չեն, անոնք մեկ ամբողջություն կգազմեն։ Եկեղեցին ոչ հաստատություն է եւ ոչ վայր, այլ իր էությամբ հավատքի համայնք է, Քրիստոսի խորհրդական մարմինը։ Այդ մարմնի անդամները միասնապար կգազմեն եկեղեցին։ Հետևաբար եկեղեցի ու համայնք որպես մեկ ամբողջություն պետք է մնայուն ու սերտ հաղորդության մեջ լան։ Հաստատումով նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին վեհապար հայրաբեդը ուղեց իր պատգամը Ֆրեզնոյի հայրենիներուն։ Այս առիթով ան նաև գնահատեց Ֆրեզնոյի հայության ծառայության նվիրված հոգևոր հովիվ հայր Սուրբը, եկեղեցու հոգապարծությունն ու քույր գազմագերբությունները։ Արամ առաջին Գաթոյգոս իր խոսքի ավարտին իբրև գնահատանքի արդահայտություն երկար դարիներու վաստակի ու ծառայության Մեծիդան Գիլիգիո Գաթոյգոսության Գիլիգյան ասպետ շքանշանով բարգեւադրեց Կաուտի զավակներեն Ալիս Կյուրեղյանը, Բիլ Սահատջյանը եւ Մարվին Գաբրիելյանը։ Այս առիթով նորին սրբությունը հadouk հուշանվերով պատվեց ազգային բարերար Վահան Շամելյանի այրին Անուշ Շամելյանը հայության կյանքի մեջ Շամելյան ընտանիքին ունեցած նյութապարոյական կարևոր ներդրումին համար։ Երեգուն իր ավարտին հասավ Գիլիգիա օրհներգի միապերան երկեցողությամբ։